Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Փաստինֆոն տեղեկանում է, որ Մարուքյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք։ Դրանք նրան պատկանում են միանձնյա սեփականությամբ, որոնցից 3-ը գտնվում են Երևանում, իսկ 1-ը Վանաձորում։ Երևանում անշարժ գույքերից 2-ը բնակարան է, բազմաբնակարան բնակելի շենքում, 1 ավտոտնակ եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Որպես շարժական գույք Մարուքյանը հայտարարագրել է 2024 թվականի թողարկման Toyota Camry ավտոմեքենա, որը եւս միանձնյա պատկանում է իրեն։ Նա եկամուտ է ստացել 3 տարբեր աղբյուրներից, ընդ որում դրանցից 2-ը աշխատավարձ է, իսկ մյուսը հոնորար։ Continental Trading Company-ից ստացել է 2.303.520 դրամ աշխատավարձ, իսկ Global Retail-ից 2.281.793 դրամ աշխատավարձ։ Հոնորար Մարուքյանը ստացել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտից 189.000 դրամ։ Վարչապետի թեկնածուի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվադրությամբ կազմել են 23.156.493 դրամ եւ 1565 եվրո։ Հետաքրքրական են նաեւ կուսակցության երկրորդ եւ երրորդ համարների Կարպիս Փաշոյանի եւ Շուշանիկ Ավագյանի հայտարարագրերը։ Ինքնազբաղ լրագրող, իսկ այժմ պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանը բավականին համեստ հայտարարագիր է ներկայացրել։ Դրանում բացակայում են տեղեկությունները եկամտի, դրամական միջոցների, արժեթղթերի ու այլ ներդրումների մասին։ Փաշոյանը հայտարարագրել է 1 բնակարան, որի սեփականատերն է եւ 2006 թվականի արտադրության Honda Civic Magnishi ավտոմեքենա։ Ինչ վերաբերում է Շուշանիկ Ավագյանին, որը ցուցակով առաջադրված առաջին կին պատգամավորի թեկնածուն է, ապա նա ունի 2 անշարժ գույք, որոնք համատեղ սեփականություն են համարվում։ Անշարժ գույքերից մեկը ներկայացված է բնակարան Նորաշեն թաղամասում եւ բնակելի գնման իրավունք։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպությունից ստացել է 4.992.425 դրամ աշխատավարձ, իսկ Լիբերալ քաղաքականության ինստիտուտ հասարակական կազմակերպությունից 920.000 դրամ աշխատավարձ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվադրությամբ Ավագյանը ունեցել է 200.000 դրամ, 1200 ամերիկյան դոլար եւ 500 եվրո։